Հավատաք թե ոչ, բայց հարյուրամյակներ առաջ մարդիկ կարծում էին, որ բնությունը մեզ թողել է գաղտնի կոթ։ Նրանք ասում էին, եթե ուտելիքը նման է օրգանին, ապա այն բուժում է հենց այդ օրգանը։ Պատրաստվեք ցնցվելու։ Գիտությունը հաստատել է, որ նրանք ճիշտ էին։ Ահա ընկույզը։ Այն կատարյալ նման է մեր ուղեղին։ Մեր ուղեղը 60%-ով ճարպ է, և նրա կառուցվածքի համար պետք է ճարպ։ Ընկույզը մեզ տալիս է հենց այդ ճարպը՝ օմեգա 3-ը։ Այն ուղղակիորեն դառնում է մեր նյարդային բջիջների պատերի շինանյութը։ Սա ոչ թե օգուտ է, այլ կառուցվածքային անհրաժեշտություն։ Հիմա լոլիկը։ Կտրեք լոլիկը և կտեսնեք, թե որքան նման է այն սրտի կառուցվածքին։ Լոլիկը լցված է լիկոպինով։ Մեր սիրտը վնասվում է, երբ զարկերակները այսպես ասված ժանգոտվում են։ Լիկոպինը հզոր զենք է, որը կանխում է այդ ժանգոտումը։ Լիկոպինը լավագույնս ներծծվում է, երբ դուք լոլիկը եփում եք։ Եփած լոլիկը ավելի լավ է պաշտպանում սիրտը, քան հում լոլիկը։ Գազարը կտրած վիճակում շատ նման է աչքի։ Նրա բետա-կարոտինը կենսական նշանակություն ունի գիշերային տեսողության համար։ Առանց դրա աչքը չի կարող տեսնել։ Խաղողի ողկույզը շատ նման է թոքերի ալվեոլներին։ Դրա ռեսվերատրոլը պայքարում է թոքերը քայքայող բորբոքման դեմ։ Նեխուրի ցողունները երկար ուղիղ ոսկորների պես են։ Դրանք լի են կալցիումով և մագնեզիումով, որոնք ամրացնում են ձեր ոսկորների կառուցվածքը։ Սոխի շերտերը հիշեցնում են մեր բջիջների կառուցվածքը։ Դրանք ունեն ուժեղ նյութեր, որոնք պաշտպանում են մեր բջիջները քրոնիկ վնասներից։ Լոբին կրկնօրինակում է երիկամների ձևը։ Այն կարգավորում է ճնշումը, թեթևացնելով երիկամների աշխատանքը։ Կարմիր գինին նման է արյան։ Դրա միջի ռեսվերատրոլը նոսրացնում է արյունը և կարգավորում զարկերակները։ Այսպիսով, գաղտնիքը ձևը չէ, այլ մոլեկուլային պատճառականությունը։ Բնությունը պատահաբար, բայց իդեալականորեն ընտրել է ամենահզոր պաշտպանները՝ հակաօքսիդանտները, մեր ամենալարված օրգանների համար։ Կերեք այն, ինչը նման է ձեզ, քանի որ այն ստեղծված է ձեզ համար։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, ինչպես նաև լայքիր տեսանյութը և միացիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։